Ակի հարկայինի պետի տեղակալը չի փրկել։ Ընդհանրապես ոչ մեկ ձեզ չի փրկելու։ Կարող եմ երկու անգամ ձևական ակցիա անեն, բայց հավեսել չեն անելու։ Սենց էս հիմա ոնց է այս ներկայիս ընդդիմությունը գալի մեկու մեջ ամբիոնից ելույթ բան ա ունենում, տենց ինչ որ բանտար իրանց թիմակից բանտարկյալների անունը տալի, հա այդ երկու բանը կանեն, երկու ելույթ կունեն, բայց ուրիշ ոչ մի բան չի լինելու։ Գնալու եք 5-ից 7 տարի փդելու եք բանտում։ Ուրիշ բան ձեր հետ տեղի չի ունենալու ու ոչ մեկ ձեզ տեր չի կանգնելու։ Դուք գնալու եք ու կորեք։ Ու սիրելի քաղաքացիներ, եթե ձեզ առաջարկում են ընտրակաշարք, խնդրում եմ իմացած եղեք, որ ձեզ ոչ թե ընտրակաշարք են առաջարկում, այլ առաջարկում են բանտի պուծյով կա։ Ընտրակաշարքը վերցնելով դուք կատարում եք քրեական հանցագործություն։ Քրեական հանցագործություն ու ձեզ էլ են բռնելու։ Դա շատ վատ կլինի ձեր ապագայի համար, բայց այնուամենայնիվ այդ է իրողությունը, դա քրեական օրենք է։ Չի կարելի վերցնել ընտրակաշարք, եթե վերցնեք, դուք եք տարիներ անցկացնելու բանտի հետևում։ Մի հատ պատկերացրեք, այդ ինչքան փող արժի վերցնել, որ դրա համար գնալ 5-7 տարի նստել բանտում։ Ես կարծում չկա տենց փող, որի համար արժի կյանքից 5-7 տարի զոհաբեր։ Այնպես որ լավ մտածեք, իսկ ընտրատասովщикներն ու մնացածը թող իրանք հարց տան։ Ինչի իրանք շեֆերը, իրանք շեֆերի որդիները, իրանք շեֆերի եղբայրների որդիները անձամբ ընտրակաշարք չեն բաժանում, այլ այդ պատվաբեր գործը վստահում են հենց ընտրատասովщикներին։ Մի պարզ պատճառը, որտեղ նրանք չեն ուզում նստել, որտեղ նրանք լավ գիտեն, ով այդ գործը անի, նստելու է։ Այնպես որ ինչ ասեմ, եթե արդեն իսկ ներքաշված եք դրա մեջ, ապա հիմիկվանի ձեր բանտի պարագաները կապեք, եթե չէ, ավելի լավ է չմտնեք այս գործի մեջ։ Բարին ընդ ձեզ։ Պարոն Ալեքսանյան, իդեպ այդ որ ասեցիք, ձեզ ոչ ոք չի հիշելու, ես էլ ուզում եմ հիշեցնել, կհիշեք, ոնց Քոչարյանը մի անգամ հելավ, ասեց լավ կլինի, որ եկեղեցու սրբազաններից մեկը ընդդիմադիր պայքար գլխավորի, գտան մի հատ սրբազան, մարդ հավաքեցին, որ միտինգներ անի, արեց, ոչինչ չստացվեց, մարդ չհավաքվեց, վերջում ըստ դատախազության մեղադրանքի այնքան չարացավ իր հոգին, որ տերորիստական ակտեր սկսեց կազմակերպել, հիմա նստածա իրան ոչ մեկ չի հիշում։ Քոչարյանենք փուրը տվեցին, գնացին, չէ՞, ոչ մեկ իրան չի հիշում, ոչ մի ակցիա, ոչ մի մեր հերոս, մեր սուրբ, մեր սրբազան։ Ու այդպես լինելու է բոլոր ընտրակաշարք տվողների ու վերցնողների հետ։ Եվ նրանց դրան դրթողների հետ վերջում ես վստահ եմ։ Ընդմիջում։